Բարի է տիրոջից գոհանալը, Սաղմոս ասել քո անվանով բարձյալ, առավոտից քո ողորմությունը պատմելը և գիշերը քո ճշմարտությունը, 10 լար ունեցող նվագարանով և սաղմոսարանով, քնարի հետ օրհնության ձայնով, որովհետև դու, Տեր, ուրախացրիր ինձ քո գործերով, ցնծում եմ քո ձեռքի գործերով, ով Տեր, որքան մեծ են քո գործերը, անչափ խորն են քո մտքերը, հիմար մարդը չի իմանում և անմիտը չի հասկանում դա, թեև ամբարիշտները խոտի պես բուսնում են և ծաղկում են բոլոր անօրենություն գործողները, պիտի բնաջնջվեն, հավիտյանս հավիտյան, բայց դու Տեր, բարձր ես հավիտյան, որովհետև ահա քո թշնամիները Տեր, ահա քո թշնամիները պիտի կորչեն և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները, բայց իմ եղջյուրը պիտի բարձրացնես, մի եղջերուի եղջյուրի պես, ես օծված եմ նոր յուղով, և իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ, արդարը պիտի բուսնի արմավենու պես, պիտի մեծանա Լիբանանու մայրու նման, Տիրոջ տան մեջ տնկվածները պիտի բուսնեն մեր Աստծու սրահներում, ծերության ժամանակ է պիտի պտղաբերեն և պարարտ ու դալար պիտի լինեն, որ պատմեն, թե ուղիղ է Տերը, իմ վեմը և անիրավություն չկա նրա մեջ, ամեն։